կատարելու հետազոտական աշխատանք, մենք բաժանվել ենք խմբերի, տիեզերք, արեգակ, աստղերուսի, մոլորակները, լուսինը և աստղերը, այն ներկայացնել հեքիաթային ձևով, հետո նոր գնանք դեպի իրականություն գիտականորեն վերլուծենք, և երեխաները հետազոտական արդյունքները երբ որ ներկայացնում էին, իհարկե նախագծային աշխատանքը բաժանված է եղել փուլերի, մենք ըստ փուլերի աշխատանք ենք կատարել, առաջինը որ երեխաները ծանոթացել են թեմային, ընտրել են թեմայի անվանումը, բաժանվել ենք խմբերի իրենց համաձայնությամբ, այնուհետև իրենք տեղեկատվական աղբյուրներից օգտվելով բազմաթիվ տեղեկություններ են բերել, վերլուծել ենք, հետազոտական աշխատանքի վերլուծման ընթացքում միջավայրական կապեր ենք հաստատել մաթեմատիկա առարկայի հետ, քանի որ կատարել ենք հաշվարկներ մոլորակների, արեգակնային համակարգի հեռավորությունների հետ կապված, թեպետ իրենք փոքրիկ են, բայց կարողացել են որոշ նկատառումներ ունենալ։ Եվ այսպես, քանի որ խոսում ենք տիեզերքի մասին, երկրի մոլորակի մասին, մենք չենք կարող այն չհամեմել Վիկտոր Համբարձումյան մեծն գործչի, մեր հայտնի գործչի անունով, քանի որ ինքը անմիջական կապ է ունեցել տիեզերքի հետ ուսումնասիրման և դարձել է տիեզերքի մի մասը։ Եվ մեր երեխաներին ինքը շատ գեղեցիկ կտակ է թողել, որ այսօր ուզում եմ հենց այդ կտակը վիճեցնենք այսպես։ Դավիթ, ուզում ես ասել? Ինձ հաջորդող սերունդներին թողներից, ծովներից կտակում եմ տիրապետել հայոց լեզվին, ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս նորոգում ենք, փոխանցում ենք սերունդներին, ոչ հայերեն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ամենակարևորը ինձ համար հայոց լեզուն է։ Կեցեք, ցույց հարթակի օգնությամբ մենք բաց կանենք հավելվածը, որտեղ մի փոքր պատմություն է Վիկտոր Համբարձումյանի մասին, իսկ մեր փոքրիկները ծանոթ են արդեն, որտեղ է ծնվել Վիկտոր Համբարձումյանը։ Ահա, ինչ է հիմնվել իր անունով և որտեղ։ Իրականում իր անվամբ կոչվել է հիմնվել է ինչ։ Աստղադիտարան, շատ ապրել, իսկ մնացած հարցերը ես ուզում եմ սիրելի ուսուցիչներ հին նյութի հարցում որպես քվիզից խաղի օգնությամբ վերհանել իրենց գիտելիքները, թե ինչ գիտել Վիկտոր Համբարձումյանի մասին։ Այժմ ես հողում եմ ուղղակիացում և դուք տունյանալ։ Հմտությունն է հաշվի առել, որ իրեն կարողանում են ինքնուրույն իրենց անունները հայատակ հավաքել և մուտք գործել քվիզից խաղ, կատարելով Խաչատրյանը։ Այստեղ ունեցած առաջին միավորներ ձեր շուտի համար։ Շնորհակալ եմ ձեզանից ձեր գործելու։ Այժմ տիեզերք խումբը թող ներկայացնում է խմբային աշխատանքը։ Տիեզերք մոտեցի։ Երեխաները ներկայացնեն նկարագրի տեսքով, ով կվերցանի ուսուցիչների համար։ Վարդան մոտեցի վերցանի։ Յոր Վիկտոր Համբարձումյանը նստած էր իր աստղադիտարանում և դիտում էր հեռավոր գալակտիկ պատերը։ Նա մտածում էր, թե մարդիկ կարող են գաղափար կազմել ամբողջ տիեզերքի մասին։ Հանկարծ նրա շուրջը բույսով ծածկվեց, ծանրությունը վերացավ, և նա
տարածության մեջ, որտեղ հազարավոր աստղերը շարժվում են կենդանի արարածի պես։ Ո՞վ ես դու։ Ես գիտության լույսն եմ։ Դու քո կյանքը նվիրել ես տիեզերքի գաղտնիքները բացահայտելուն։ Այժմ դու պատրաստ ես դառնալ նրան մասը։ Բայց ինչպես։ Աչքեր քաշիր եւ լսիր։ Վիկտորը փակեց աչքերը եւ հանկարծ զգաց, նորից դառնում է ավելի թեթև, կարծես տարածվում էր տիեզերքում։ Նա լսեց գալակտիկաների շշունջը, նեյրոնային աստղերի զարկերը, նա տեսավ, թե ինչպես են խմբում ու բեռնում աստղերը, նա տեսավ, թե ինչպես են սև խոռոչները կնանում լույսեր, ինչպես են մոլորակները պտտվում իրենց վայր աստղերի շուրջով։ Ես զգում եմ ամեն ինչ։ Այո, Վիկտոր, որտեղ հիմա դու ինքդ ես ստեղծել, և քո գիտելիքը կշարունակի ապրել նրա խորքերում։ Վիկտորը ժպտաց, նա այլևս միայն ինքնական չէր, այլ աստղերի, մոլորակների, գալակտիկաների Բայց այստեղ մենք ես այստեղ իրենց համար պատրաստել եմ, քանի որ մենք հետազոտականները այդտեղ հարցումների ժամանակ հաշվարկներ են կատարել մաթեմատիկական, այժմ այս խումբը երբ որ նստի մաթեմատիկական խնդիր կլուծի, այնուհետև իր խմբային աշխատանքը ինքը կընդհանրի ընդհանրիչներով։ Նստեք, սա Ես նոր բուսաբացի շողն եմ, որ աշխարհի վրա ետնելան գույներ եմ նկարում։ Ես փոքրիկ ոսկե փաթիլն եմ, որ ամպերի արանքի ճպտում է աշխարհին։ Ես արեգակից եմ, որտեղ թաքնված է տիեզերքի ողջ բերքի կողքերը։ Ես արեգակի թևերն եմ, որը քնիշ է։ Քիչ որ ասեն։ Ես արեգակի հարված ողին եմ, որը եթեր չի մարդ, ումից լույս է պատկերես։ Ես արեգակի մեղեդին եմ, որ ակնասնում եմ բնության ու դսմիջան։ Մարմիններից իր համար ընտրեց արևը, որ ինքը արևի անունը պետք է գրի։ Եվ հիմա ինքը ինձ օգնելու է, ես օգնելու եմ իրեն, ինքն էլ ինձ, որ մենք կառուցենք արև բառը հնչյուններով։ Այն ինձ ցույց կտաս այստեղ, որն է ան, դա։ Ցույց տուր։ Արևը, արևին ցույց տուր իմ տղա։ Դե հիմա արևի ան, հնչյուն տառը որ գրվում է, ցույց տուր, որ սկզբում է գրվում, որ թաքցվում է այստեղ, ահա, շատ ապրես։ Հիմա հաջորդը որը ենք դնելու ան կողքին, ապրես, փոքր, ահա, և վերջին տառը, ապրես։ Ահա, մենք հնչյունները գրեցինք և տառեր դարձան, բառեր կազմեցինք և մեր Դավիթը ստացավ մեր գեղեցիկ արև։ Գիտեք, Դավիթը լուսիններ է հավաքում, բառերով։ Ջերմացնող արևի պես տավ, մեր Դավիթն էլ իր մոլորակը, իր աշխարհի։ Ես խորը կապրիկ Նեպտունն եմ, ամենամեծ խփորիկների տեր մոլորակ։ Տիեզերքում արեգակի շուրջ պտտվում էին մոլորակները, յուրաքանչյուր իր ճանապարհով և ձևով, բայց նրանց մեջ կա մեկը, որը առանձնանում է իր երաժշտական հոգով։ Յուպիտերը, որ ամենամեծ մոլորակն է, երազում է նվագել։ Նա սիրում է տիեզերքի լռությունը, բայց զգում էր, որ ինչ-որ մի բան պակաս է։ Մի օր նա ընկերներին ասաց. «Ընկերներ, մենք կարողանում ենք պտտվել, շարժվել, իսկ երաժշտություն, բայց մենք ոչինչ չունենք դրա համար»։ Ով ասաց, ես ունեմ մի փոքրիկ արևմուտք։ Եվ նա բացեց իր ամբարի փոքրիկներն ու այնտեղից դուրս եկավ ջութակը կախարդական նարերով։ Երբ Յուպիտերը առաջին անգամ քաշեց աղեղը իր լարերի վրայով, թիմերն ու խորհուրդ ձայն տարածվեց ամբողջ տիեզերքում, այլևս զգաց, թե ինչպես է նրա մթնոլորտը տաքանում այդ մեղեդից, իսկ ծագումը իր օղակներով սկսեց ճոճվել երաժշտության տակիցներ
որը միջնորը սկսեց կամացիկ շարժվել անիքներ ստեղծելով։ Յուպիտերը նվագեց ու նվագեց, ստեղծելով տիեզերքի առաջին շինությունը, և այդ օրվանից տիեզերքում կարող գալ այն մեղեդին, որտեղ ապրում են գիսաստղերի մեջ, աստղերի փայլում և մոլորակներ Վերցանի, կարին է։ Վերջին երկու տարերը հանեն, անը հանում են կապելացում են լուսին, ինը և լինում է լուսինը և Լուսինը, որից փայլում են գիշերի վեր գլխում, այդ օրին են շատ օրինակ էր զգում։ Նա ներդի շուրջը, ապա արտասլանքը գետի ջրերում և տեսավ, որ նա այլևս չի փայլում։ Ինչ է պատահել, որտեղ է լույսը։ Լուսինը որոշեց հասնել ուղևորվել դեզերք և ասել մոլորակներին արդյոք նրանք տեսել են նրա կորած լույսը։ Առաջին կանգառը Մարսն էր։ Մարս, ես կորցրել եմ իմ լույսը, կարող ես ասել, որտեղ է այն։ Ես չգիտեմ, Լուսին, իմ լույսը գալիս է արևի ճառագայթներից։ Եթե դու կորցրել ես քոնը, գուցե պետք է փնտրես այնտեղ, որտեղ վերջին անեն։ Լուսին, դու միշտ փայլում ես իմ լոսով, բայց եթե այն կորել է, ուրում պետք է փնտրել քոնացում։ Լուսինը չհասկացավ արևի խոսքերը և որոշեց հասնել Սիրիուսին։ Սիրուս, դու միշտ լուսավորում ես գիշերային երկինքը, օգնես գտնեմ իմ լույսը։ Լուսին, ես քեզ տեսել եմ գիշերվա խավարի մեջ, երբ քո լույսը փորձում էր մեղմորել, պարուրել երկինքը։ Դու չես մարել, միայն քամին էր քո փայլը քողարկել։ Քո լույսը քո ներսում է, ուղղակի պետք է այն սրտով տեսնել։ Այժմ զգա սրտի խորքերում թաքնված լույսի ջերմությունը, որ արևն է բացահայտել, և թույլ տուր, որ կրկին խավար գիշերները շնչեն քո արտաքին շողերում։ Վերջապես նա վեր բարձրացավ երկնքում, փակեց երաշկերը և հիշեց այն օրերի, երբ նա փայլում էր գիշերվա գլխում, և աստղերն իր շուրջ պարում են, և աշխարհն իրեն է նայում։ Եվ հենց այդ բանին նրա մի քիչ ջերմություն զարկեց, նա լույսը վերադարձավ։ Ահա թե ինչ նկատի ուներ արևը։ Լուսինը երբեք չէր կորցրել իր լույսը, այն միշտ իր ներսում է, նա պարզապես մոռացել էր այն։ Եվ հենց այդ օրվանից Լուսինը այլևս չէր մոռանում, որ լույսը կկորի, որտեղ նա գիտեր այն գալիս է իր սրտից, որին ջերմացնում է արեգակը։ Եվ հետո պարունակել եմ 8 գրասներ ստացել եմ Յուրաքանչյուրը 5 գրամ։ Կես կիլոգրամ, քանի որ 500 գրամը կես կիլոգրամ է կազմում։ Տեսեք, իսկ ինչպես է ձեր խմբային աշխատանքունա։ Կընթերցեք արավ։ Մեկը թողարկեցի բոլորինը գրունթացիչները այդպիսին։ Գերազանց են իրենց գնահատել։ Բոլորը գերազանց են գնահատել, ավելին չէ։ Հաստատ Բոլորս Բայց միմիա արժան կարծիքը և համագործակցել բնութագրիչ գնահատանքների ու բառապաշարի համար է շնորհակալություն եք ընկեր Բաղդասարյան։
Անկան ասել է Ունեցեք կամ Եթե Մարսում 1 տարի 697 օր է, իսկ Երկրում 1 տարի 365 օր է, 6 ժամ է, ապա հաշվի թե 4 տարի հետո քանի օր կարծեն Մարսում և քանի օր Երկրում։ ինչ է կարող Մենք 4 անգամ 360 կարի մյուս դատել ենք այդել 260 և որովհետև ստուգած է 4 տարի հետո։ Բայց հետո Եկեք 6 ժամ անգամ 4 Այ, վեցնել է կար։ Այո։ Եվ գումարել են 1261 օրվա։ Արեց 1261։ Իսկ Մարսում մենք արել են 600 անգամ 4։ Սպասել ենք 1260։ իրենք իրենց աշխատան Ստեղծել ենք աշխատանքային ուժեր թեմայի համապատասխան։ Այսօր մեր թվային աշխատանքները ներկայացնում Շատ հաճելի է, որ երեխաների մոտ նրանք եւ գեղարվեստական հեքիաթ էին ներկայացնում երկրային մարմինների կապված, իրենց լեզվով, ձեր օգնությամբ հյուսված հեքիաթներն էին եւ միաժամանակ նրանք ներկայացնում էին գիտական փաստեր տվյալ երկրային մարմինների, տիեզերական մարմինների վերաբերյալ։ Եվ ամենակարևորը, կարծում եմ դուք այսօր մի շատ կարևոր գործ կատարեցիք, հետաքրքրություն առաջացրեցիք աստղագիտության եւ ֆիզիկայի նկատմամբ, որի համար ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում, որը անչափ կարևոր է մեր երեխաների համար, որովհետեւ գիտության նկատմամբ սերը այսօր մեր համար ազգային խնդիր է, ազգային նպատակ է, մեր բոլոր երազանքները կարող են կատարվել միայն գիտության զարգացման, տնտեսության զարգացման հետ կապված, որի համար ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Շատ ապրեք երեխաներ, շնորհակալ եմ նաև մեր փոքրիկ գիտունիկներից, ովքեր փնտրել էին, պրպտել էին, գտել էին եւ շատ գեղեցիկ մեզ ներկայացրեցին։ Շատ ապրեք երեխաներ։